Ողջույն, բարի երեկո ժողովուրդ ջան։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնեմ եթեր միանալու համար, մշտապես հետևելու համար եւ իհարկե խորին հարգանքներս նաեւ տարածելու համար։ Ուրեմն 2-3 թեմաներ երևի թե կանդրադառնանք, մեկը մի փոքր անձնական բնույթի է, որը կցանկանամ ձեր դատին արժանացնել, մյուսը կլինի այս հեռախոսների հետ կապված, այդ email-ի հետ կապված, դրանից բխող արդեն իր հետևանքներով։ Միասին կքննարկենք, որովհետև ինքս դեռ շատ sense չեմ խորամուխ եղել, բայց ամեն դեպքում որոշ մասնագետների կարծիքներ, օբյեկտիվ կարծիքներ նույնպես հասցրել եմ լսել։ Նախ թույլ տվեք սկսեմ անձնական եթերից, շատ անձնական թեմայից, շատ հնարավոր է սա դիտի սույն անձնավորությունը, ով հանկարծ պայտակ իմ անունն է տալիս։ Ուրեմն նախ ասեմ, երևի տեղյակ եք, ես անկեղծ չեմ ճանաչում, Արամ Ավետիսյան, եթե չեմ սխալվում, ինչ-որ ծեծել են նրան, ինչ են արել, ու Արսեն Խալատով անուն ազգանունով մի անձնավորություն, այդ նյութը ցուցադրելով նաև իմ մասին է խոսում, եւ գիտեք, սա ինչի եմ ես հենց այս երկու թեմաները ընտրել, թե անձնականը, թե email-ի հետ կապված, որովհետև ամենավերջում սա գալու է կապվի միտեղ, որտեղ լրջագույն պրավալ գոյություն ունի։ Ճիշտն ասած, ես այնքան սպառնալիքներ եմ ամեն օր ստանում, որ իմ ուշադրությունը սա չէր գրավի, բայց այնտեղ մի հետաքրքիր բան կա։ Եկեք նայենք, հետո միասին կմեկնաբանենք։ Մի անգամ էլ բոլոր հայերին, բարի երեկո բոլոր նորմալ հայերին։ Գիտեք, ուրեմն սրանց նման полупедикների կամ полипедикների մասին խոսալը, ասենք, грубо говоря, ниже нашего достоинства, բայց մյուս կողմից էլ, եթե սրանց չես պատասխանում, սրանք մտածում են, որ դու, ասենք, տես իրանք Նիկոլը ասաց, իրանք ուժեղ հազոր տղեկն են, ինքը ասեց, իրանք չպատասխանեցին։ Ուրեմն էսի Արամ Ավետիսյանը ինչ է, որ սա հարցնել է, սովա բրակ չգիտես, պարզ է, նորմալ մարդիկ սենց համբալների չեն ճանաչում։ Էսի անունը դրել է, ես քաղաքագետ եմ, այն Զիբիլի Վեդրոն բերանը բաց մանագազի, ասենք, էլի սենց ամեն խոսալուց կներեք, բայց քաղաքի հոտ է գալի։ Ուրեմն մի քանի օր առաջ քիթը տվեց ծռել են, աշկի տակը բացել են, հիմա անունը դրել է փորձ են արել ես, ասում է Էջմիածինի Արտուր Ասատրյանն է, ճտելն է, Քոչարյանին է, եսի որ ես բերեն արշակես լուչի կպցրեմ ես։ Ու ասենք խոսքի ասունդը մադրե, հա չէ Մայքլ Ջեքսոն, խոսքի ինչ կա, խոսքի խառն է իրար։ Ու ասենք իրան թվում է, որ իրան Նիկոլը փրկելու է։ Իրան թվում է, այսպես ինքը այդպես հանգիստ են իրանց ասած դուխով ձևով պետք է հա խոսա, ու Նիկոլը իրան փրկելու է։ Արա լսի, այ Արամ։ Ուրեմն վերաբերվում է քեզ, այն գնելին, այն մյուսին։ Ասենք սաղը, էլի ձեզ ոչ ոք չի փրկելու։ Պատասխան եք տալի, ես դες գարանտիա եմ տալի։ Դες ոչ Նիկոլն է փրկելու, ոչ էլ Կոկոլը։ Լսեցիք բոլորդ։ Բարի երեկո։ Եվս մեկ անգամ ասեմ, որ ում մասին որ խոսում է սույն անձնավորություն, նախ իրան էլ չեմ ճանաչում, ում մասին որ խոսում է սույնը, պոլու ռուսերեն, պոլու խուժանաբարի, այդ տղային նույնպես չեմ ճանաչում, ճիշտ է, ինձ հարցրել էին ինչ կարծիք ունեմ բան, բայց այս ժամանակ չեմ էլ ունենում հետևել մանավանդ մի երկու վիդեո նայել եմ, տեսել եմ, որ ընտանիք ա մտնում շատ դեպքերում, ես չեմ սիրում դա, ես չեմ սիրում, հիմա իր գործունեությունն է, ոնց ուզում է ծավալում է, ոնց կա, հարցը դա չի, բայց դնենք այս բլոգերին մի կողմ, Արսեն Խալատով, արի քեզ երկու բառ ասեմ, ուրեմն այդ դու կարաս խալխի ոռով, ստեղ արենք ցվիտի տնես, ռիսավացա լինես, հույս ունենալով, որ դե Հայաստանում չես, ես իմ որտեղ արենք ես, նենց մարդկանց մոտ նստում հելնում ես, այդ դու կարաս խալխի կամակով, գաս ստեղ բաներ խոսաս, հասկացար, գնելը ոչ մեկի փրկության կարիքը չունի, ու երբ որ գնելին ինչ-որ բան պետք է լինեն, փառք Աստծո, գնելը այն մարդն է, որ այնքան լավ ընկերներ ունի, ու այսպես թե այնպես, ու գնելն էլ ընկերության տղա է, այսպես թե այնպես, եթե ինչ-որ մի բանից պետք է լինում, իմ ընկերների իմ կողքը կանգնած է, հավատա դժվար թե ոչ դու, ոչ քննշած անձիկ ունենաք այդ որակի ընկերներ, սա այսպես, Նիկոլը փրկի,
Եկոլը քաղաքական պետական գործի չէ, ինձ պիտի փրկի, հələ որ մենք ենք փրկում շատերին ու պետությունը նաև ձեր նմաններից։ Պատասխան եք տալու։ Դու որտեղից ես դու հաթաթա տալիս, պատասխան եք, ում ենք պատասխան տալու։ Քեզ արա։ Քեզ չէ նշածդ անձանց։ Եկեք ստացեք պատասխանը։ Հավարով խուժանավարի մարդ եք գրգե վրես, ոնց հասկանում եմ նույն ջեր գնա, չէ։ Հավարով խուժանավարի մարդ եք գրգե թակում գիշերով ես բան վրավիտներ անի, այն էլ տփոցը կերավ, սիկտիրը քաշեց։ Իհարկե ես հասկանում եմ, որ դուք այն տղծերն եք, որ կարակ, չգիտեմ, նարկամանի 2 գրամ բան խոստանակ, գրգեք վրես։ Կիլլեր վարձեք, ես շատ գիտեմ, կարող է եւ կարակ։ Պետք է թույլ մարդու դրսևորում է։ Բանում ես ինձնից նա, ես ինչ աբիժնիկ ես դու։ Ինչից ես աբիժնիկ։ Դու ով ես իմ անունը տալիս ես։ Խես տալիս դու իմ անունը, արա։ Աբիժնիկ ես ինձնից։ Չունես Հայաստանում լավ ախպերություն, ընկերություն։ Ում անունները որ տալիս ես իրանք էլ չունեն։ Թող գտնենք ինչ է եղել։ Գիշերով չէ, ցերեկով, բացես չէ, միանի վրա։ Մատալա տնենք էդ ինչ է եղել։ Պատասխան եք տալ։ Բայց մի քեզ, եթե ուզենանք մի բան անենք, քեզնից էլ պատասխան ստանանք, ուր դե պիտի գտնենք քեզ։ Խալխի երկրում արա։ Դու Հայաստանում ես, ես նայում եմ, ոնց որ դու Հայաստանում չես։ Այստեղ ինֆորմացիա շատ չկա։ Ուրա։ Կալինինգրադսկայա օբլաստ։ Ո՞վ ես դու։ Ես իմ երկրում իմ գործունեությունն եմ ծավալում, իմ հավին քեզ չեն ասում, չեմ ասում։ Ինչ ինձ կասնուտ անում, անդրադառնում եմ, ոնց կասնուտ անում, կոպիտ եմ անդրադառնում, հա, կստացի, քո ասած Արթուրը, բանը, քֆուր էր դրել չհելնող, բանը, ինչ որ մի հատ միտինգի չհելնողների վրա, դու դուրս եկել ես։ Ես կան վաղտարա, 5 տարի է, ես եմ արդեն խնդրում, մեկը տեկեք խոսանք, եթե ինչ որ բան ունեք մեջներդ։ Հազիվ մի հոգի եկավ Լեննականից ասավ, այն է գնացել մի հատ ուրիշ արձանի մոտ մայթի վրից նկարվի թակում, գյոզերով հելը հետ էր վազը, որ յանի տեսեք գնացի գնելը չկար, գնել այգում իրանաց սպասում։ Հետո որի տուզեն եմ, բշտեք մեկ եմ նայում եք խաղմասնա գալիս։ Տեսեք, ձեր տեսակը ես է։ Երբ որ կգաս Հայաստան, խալատով ինչ էր։ Արսեն։ Երբ որ կգաս Հայաստան, արի տնենք էդ ինչից ես աբիժնիկ մնացել դու։ Արի տնենք ինչ ես ստանում ինձնից։ Հա, սպասում եք Նիկոլը չլնի, օրինակ, նայ ձեր ֆանտազիան որտե է։ Ապա Նիկոլը չլնի, մենք լինենք, մեր մարդը լինի, որ հանկարծ հանցագործություն անենք, չդատվենք, որովհետև քակում ենք տակներս դատվելուց։ Վախում ենք։ Մենք գողական ենք էտում ապա, բայց հանկարծ չդատվենք ապա։ Որ մարս ենք ապա, այսինքն գողապետություն դառնա իմ պետությունը։ Դու Կալինինգրադսկի օբլաստում լրված։ Չէ՞։ Իմ պետությունը էլ է գողապետություն։ Հասանելիություն բոզապետություն։ Ֆորպոստ Կալինինգրադի նման։ Չի դառնալու։ Խնդիր, այդտեղ դուք աբիժնիկ եք։ Իմ ասածն ու գործունեությունը դրա մասին է։ Աբիժնիկ եք ինչ որ մեկը։ Բանկան մարդ գրգեք, գնանք նստենք, տնենք ինչ եք խոսում։ Ուսա գիտեք ինչ է արդյունքը ժողովուրդ ջան։ Անգործության։ Ես այն ժամանակ ինչ նումեր իմ վրա է վերցնում։ Դե նումեր մենակով ես ինքս քալա է տալիս բանյան։ Հետո հասկացա, որ սրանց հետ հենց քալա է տալիս, առաջին իրանք են վազում խաղմասները։ Հետո հասկացա, որ սրանց հետ տաղավարի թեմաներից խոսալուց չի, որտեղ եթե անգամ խաղմասել չվազեն, մեկը իրանց բազարը լրիվ ուրիշ բաների մասին է, որտեղ որ այն պանյատները ինչ որ քուչեկից սովորել ենք չի աշխատում։ Մի օր կանգնացի, դե որ տենց է սրանից հետո, քանի որ արդեն իմ ընտանիք եք դուք մտնում, սրանից հետո ձեր նմանների հետ ես պիտի իջնեմ քալլատամ։ Պետություն ենք կառուցում, իրավապահ համակարգը թող գնա քալլատա, դստեղս ասա։ Չնայած որ էլի այսքան վաղ չեմ ասել, բա մի հատ եկեք, մի հատ ինչ ինձ սպառնում, այն ինչ ինձ սպառնում։ Եթե ես այսքան սպառնալիքների մասին գնամ ՊՊՑ-ում ներկայացնեմ, հավատացեք շուրջօրյա
3 ամսով, 6 ամսով, մի տարով իմ հետ 2 հոգի ՊՊՑ-ից մարդ կքայլի։ Լուրջ եմ ասում, էդի տենց օրենք կա։ Այսօր ժամանակ չեմ էլ ֆայմել գնամ։ Մի օր իմացա, որ տենց բան կա։ Ես էլ ասում, սրանք խեն անընդհատ ասում մլիցեքի հետ ֆրֆրում։ Դու մի ասա, իրաց պատկերացումով, ես պիտի արդեն այդքան սպառնալիքներից հետո դիմաց լինեի։ Ու ՊՊՑ։ Իրաց խելքով եմ գնացել, էլի։ Բացառությամբ այս դեպքին, որ պաձեստ են մտել, որտեղ խուժանավարի էլ կմտել։ Ես էլ արդեն զգուշացած եղել էի։ Ես էլ հասարակական գործիչ եմ։ Հարցեր կան, դավայցե։ Սա պետություն է, ձեր օբլաստները չի։ Որ FSB-շնիկը գողագանների հետ գալիս ձեզ կռիշավատ անում, որ դուք այդտեղ լավ զգաք ձեզ։ Հասկանում եք, այդ երկիրը չի շուտվանից։ Ու չել դառնալու դա։ Ասեմ ավելին, այն ինչ որ ես գիտեմ, հələ նույն այդ քնչական այն որ մինչև հիմի մարտական գալիս, դա հասարակական գործիչ ես, հանրային գործիչ ես, հələ բան ես հրապարակել, կողմոց եկել։ Այն ինչ որ ես գիտեմ, իրանք հələ չգիտեն, հələ։ Հասկանում եք դուք։ Ինչ եք ուզում։ Հիմա ես չգիտեմ, ձեր ոռը պահեմ, թե ձերպես լինեմ։ Ասենք ինչ եք, խեք ստիպում արա։ Նախ ձեզնից լավ նիկոլական չկա, ասեմ իմացեք։ Դուք եք քնում, հել առանց նիկոլ ձեր օրը չի անցնում։ Քնում, հելնում առավոտը նիկոլ, ցերեկը նիկոլ, իրիկունը նիկոլ։ Իմ վերնից այդքան շուտ այդ անունը չի լսվել այսքան ժամանակ։ Ձեզնից լավ նիկոլակա, այդ գիտեք որոնց, այն որ սիրահարված ջայերներ են ելնում, յան իրար հետ չեն խոսում, բայց առավոտից իրիկուն տառապում են իրար համար։ Բայց մոտները որ անունը տարածած կրվում են։ Այդ դրանցից եք դուք։ Իմ հետ ինչ գործ ունեք արա։ Ես իմ պետության մասին ինչքան հասկանում, այդքան աշխատում եմ։ Լավ ստացվում, չէ, ընդ որում բան, բարեգործական հիմունքներով։ Որպես քաղաքացի, կամավորական հիմունք, դու կամավորական հիմունքներով իմ պետության համար բան արածված, արա որ իմ հետ նստել ես, հաթաթ ես տալիս։ Քեզ իմ անունը տալիս։ Բան նստածելու ասում, որ ասում ես, իմ հետ հարց ունես դու։ Տանելու ենք վաղ թե ուշ բան։ Դաշնակներն է վաղ թե ուշ այնքան բան ունեն անելու 120 տարի անցավ։ Պետք է դու չես ապրի, որդի։ Քեզ համեստ բայ։ Ես հիմա եմ ասած նոր բարեհամբույր վերաբերվում տրամադրությունս նորմալ է։ Մյուս անգամ ես բաներ չտենամ, արսեն խալատավ։ Բամատ գրկող եք, այդքան ստացող եք, բա գայք Ղարաբաղ Թուրքիստան եք հլարա։ Թե այնքան թռասման եկաք, մինչև մի նստիկ, բայ Ղարաբաղը հանձնեց այ այս նիկոլը։ Այդ ջերմուկը հանձնեց այա։ Դե այդ ջերմուկի դերը քոնաման քաղաքացին լինի, հանձնող էլ կլինի, Նիկոլ կլինի, Պողոս կլինի, Պետրոս կլինի։ Չնայած այդ ձեր դուրռակ պատկերացումն է, բայց հիմա ինչ որ է պատկերացումը։ Ֆունկցիաներին նայ։ Լավ։ Ես կասեմ ինչ կապ ունի հաջորդ թեմայի հետ։ Այս իմեյի թեման որ կա, ժողովուրդ ջան, այս հեռախոսների այդ բաները, ինֆորմացիաները, ես որ պիտի հեռախոսդ գրանցես, բլը մի հատ էլ պիտի դրա համար վճարումներ անես։ Ճիշտ ասած ինձ համար մասամբ բան հասկանալի է դեռևս, բայց արդեն ինձ դուրս չի գալիս, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Արդարացնում են հետևյալ կերպ, հիմնական խոսույթը սա է, որ սև շուկայի դեմը առնեն։ Սա չգիտեմ, ինձ համար արդեն չգիտեմ, ծաղրում են ինչ են անում։ Եթե ուրիշ բան կա, ուրիշ բանն էլ ասեք։ Եթե սև շուկայի մասին եք խոսում, դա Հայաստանը այն շուկան չի, որ նա դեռ սև շուկան չգիտեմ մեջքի տանից է, սա մեկ։ Երկրորդ, այդ յանի տես բանը, երկու հատ պիտուխի որ չեք կարում բռնեք, մեր սաղի ջանից պիտի գնա էդի։ Ինչի համար վճարեմ։ Ասենք, յանի ԱԱՑ-ում կամ ներքին գործերի նախարարությունում կուրսի չեն, ովքեր են հեռախոսները սև շուկայով տենց գյոզերով մտցնում, հանում, տանում, բերում, կուրսի չեն, բայց շատ վատ է, եթե կուրսի չեն։ Շատ վատ է։ Ինչի մասին է խոսքը։ Չի կարա Հայաստանը այն փոքր շուկան է, չեն կարա դրանք լինեն 100 հոգի։ Դրանք 2-3 հոգի են։ Ո՞ց նգնեն, քանի որ չեն կարում ես 2-3 հոգում ճարեն, նա ինչ են էլի հավատացնում։ Ուրեմն պիտի գնանք միանանք այս իմեյին։ Նա բան հարցնեմ։ Եթե հանկարծ 3 միլիոն մարդ, դա Հայաստանի համար
Շատ բարդ process է, շատ բարդ։ Այսքան ժամանակ ինչ օրենք դուրս է եկել, վերահսկողությունը շատ վատն է եղել, օրինակ։ Ու ես չունեմ վստահություն, որ դա նորմալ կկառավարվի։ Չունեմ վստահություն։ Իմ անվստահությունն էլ ունի իր հիմքերը։ Ասենք ես բազմիցս, ասենք օրինակ, եթե մի բան լինի, ուր պիտի դիմեմ։ Եթե մի բան նիտո լինի իմ հետ, ուր պիտի դիմեմ։ Դատարան, որ դատարան։ Որ դատարան։ Այս դատարանները այսօր ինձ մոտ մարդ է եկել երկչուհի տարիքով 22 տարի է դատարանում գործ ունի։ Ջայլ է եղել, որ այդ գործը մտել է։ Հողի գործ է։ Հողի թեմա է։ 22 տարի է։ Ես որ դատարան պիտի մտեմ, եթե հանկարծ մի բան նիտո գնաց։ Ու վստահաբար կգնա, չի կարա չգնա։ Որովհետև այնտեղ անձնական տվյալներ են, չեմ էլ կարա տես թողնեմ, չէ՞։ Պիտի ստիպված եմ, եթե կյանքում կան բաներ, ինչի վրա աշկ կփակենք, այդ դրա վրա աշկ չենք փակի, չէ՞։ Բա որ ինչի վրա պիտի վստահ լինենք։ Այն ԱԱՑ-ի ու ՆԳՆ-ի, որ երկու հատ պիտուղ չեն կարում բռնել, որ սև շուկա հեռախոս են մտցնում։ Ձևերը ցույց տամ, ասեմ ձեզ ոնց են մտցնում։ Մի երկու ձևից ես եմ տեղյակ օրինակ։ Մոտավոր մի երկու անգամ էլ ցած թեթև հասկացրել եմ։ Մինչև այսօր այնա պիտի կապվեն երևի թե, չգիտեմ։ Հրապարակային բան ենք ասել։ Եկեք մի հատ լսենք, ինձ համար մասնագետ մարդ է խոսում, ում կարծիքը բավականին հեղինակավոր է։ Եկեք լսենք ինչ ասում։ Իմ կողմից շատ հարգված։ Մի րոպե Սամվել Մարտիրոսյանը։ Մի րոպե։ Կառավարությունը որոշել է մեր բոլոր ճային հեռախոսների իմեյլները գրանցել, ովքեր իմեյլ դա հեռախոսի հատուկ իդենտիֆիկացիոն համանուն մեքենայի համարը Նիկոլայ Տոսնիկ նշանով թիվը ու դա դարձել է այս շատ վերահսկելի հեռախոս տեսակյունից։ Սա ասվում է նրա համար հայտարարում է որ շուկան ճային հեռախոսների փակեն, սա դառնում է շատ ավելի վերահսկելի մեզ, որովհետև ոչ միայն սիմ քարտով եք վերահսկում, այլ նաև ձեր հեռախոսը ֆիզիկապես միշտ բարձր դառնալու ձեր հեռախոսն է, պլյուս նախագծի ստեղծում է ինչ-որ կազմակերպություն ոչ պետական, որին շատ չափազանց շատ տվյալներ են տրվում, այսինքն ձեր հեռախոսի իմեյլին, SIM քարտը, անձնագրի համարը, պլյուս նաև սահմանի շարժը բացատրեմ, սա կարևոր լինելու այդ տվյալը, եթե ձեր հեռախոսը պետական ռեգիստրում չկա, այդ իմեյլին, ինքը բլոկվել է։ Սա նաև մեծ ուրախություն տուրիստների համար, այսինքն մարդկարս Հայաստան 30-րդ օրը իր հեռախոսը անջատվում է, դեռ ինքը գրանցված չի, կամ պետք է գնա հատուկ գրանցվի պատկերացնեք կարծեք ինչ-որ երկրի ձեր համար շարժառու, բայց ուրեմն պետք է գնաք ինչ-որ պետության կառույց հեր կանգնեք, հեռախոսի իմեյլին գրանցեք, որ բլոկ չեք լինի։ Մեկ էստեղ հաստատի անհամաչափ հավաքագրման հետ ինչ-որ մի քանի հազար հեռախոս շուկայից անել, այսպես որոնք սև ձևով են անջը Դուբայից մեկը 3 հեռախոսներ աճառելա, արդյոք այս խնդիրը լուծելու համար արժի բոլորին հերթական ինչ-որ գել վերահսկողության համակարգի տակ գցել, լուսելի ձեզ ուրախացեմ, դուք դա համար պետք է դուք կա, որի չափ գնա չէ, բայց եւս դառնալու տնտեսական բյուջեի մեջ բանը ավելանում ու ընդհանրապես sense լուրջ որոշումները կարծում եմ լուրջ քննարկվել հետո ոչ միայն ազգային ժողովական այլ մի հատ կառավարության անի մեջ մտնել դրանց փաստաթղթերի ասեմ ձեզ որ խոսքը ավելորում դրա միջազգային գործ կա այս հարցը ասեմ որ երկրներում չկա Թուրքիա Իրան Լիբանան Եգիպտոս Ուզբեկստան Ղազախստան Ադրբեջան Ինդոնեզիա Պակիստան Նեպալ Կամբոջա Բանգլադեշ Չիլի Կոլումբիա Մեքսիկան Այսա միջազգային գործը ինչպես տեսնում եք աշխարհի ամենաժողովրդավարական երկրներն են իմեյլները որի գրանցում է սա եւս մի ժողովրդավարության բաստիոն Ռուսաստանն այս ամենը չմցնում կառավարությունը հասկանում եք ինչու մասին է խոսքը ուզում մտնենք որ երկրների կողքն ենք գնում կանգնենք միջազգային փորձ կա որոնք են միջազգային երկրները լսեցիք որոնք են որ երկրների անունն տրվում որևիցե մեկը աշխի չեն գնում ժողովրդավարության որևիցե մեկը կամ իսկապես այդ տուրիստների հետ կապված ասենք օտար ասենք նորմալ երկրի եթե մենք ուզում ենք տեսեք շեշտով մենք որ երկրից եկած բանը զբոսաշրջիկների վրա են դնում որն է որ կարծում ենք որ մեզ մոտ կգան հանգստանալ այդ ուղղությունը պետք է բան անել չէ ասենք
իմ կարծիքով մենք բացի Ռուսաստանը, որտեղից ամենամեծ թվով բանը զբոսաշրջիկներն են գալիս, նաև Եվրոպան է։ Եթե մենք ուզում ենք Եվրոպայից խոսքը մի քիչ մեծացնել, պատկերացնեք, դու Եվրոպացին գալիս Հայաստան, ու իրան ասում ես պիտի գնաս այս ամեն ինչը տենց վերջ ինքը կգնա ու վсё։ Ու բրծ։ Ես ինչ է։ Եվ եւս մեկ նյութ պիտի կարդամ, շատ լավ գրառում է, Գայանե Աբրահամյանի գրառումն է, ու սա էլ պետք է հաշվի առնել։ Հեռախոսների իմեյի վերահսկման այս անհեթեթ նախագծի վերաբերյալ ես իմ կարծիքը կազմում եմ մասնագետների Արթուր Պապյանի, Սամվել Մարտիրոսյանի ու Կիբերհաբի մասնագիտական խմբի դիտարկումներից, քանի որ այս մասով մասնագիտական կարողություններ չունեմ, իմ նման մարդ։ Բայց մեկ այլ մտահոգություն եւս բարձրացնեմ, որը փաստերի համադրման շղթայից է բխում ու որի մասին կարծես չի խոսվել։ Այս նախագիծը ենթադրում է տվյալների ահռելի բազայի պահպանում, որը ոչ միայն անձնական տվյալների պաշտպանության հարց է, այլ հենց այդ պաշտպանությունը նաև պետական անվտանգության խնդիր է, բայց եթե մեր այս ոլորտի պետական կարողությունները չեն բավարարում նույնիսկ ապահովել դպրոցականների գրանցման կայքը, որը միաժամանակ պետք է սպասարկի ոչ ավել քան մի քանի տասնյակ հազարի, կամ չեն կարողանում ապահովել իդրաֆտի անխափան աշխատանքն ու արդեն ամիսներ շարունակ է այդ համակարգում դրված օրենքների նախագծերի առաջարկները տեղ չեն հասնում։ Ոնց են ապահովելու այս ահռելի բազմամիլիոնանոց բազայի անվտանգությունն ու անձեռնմխելիությունը։ Ոնց կարելի է նման ռիսկի դիմել, իբրև թե մաքսանենգության դեմ ենք պայքարում։ Այնքան այլ մեխանիզմներ կան դրա համար, քանի որ բազմիցս արդեն խոսվել է այս նախագծի մարդու իրավունքների ու անձնական տվյալների անձեռնմխելիության հարցերի շուրջ, այս մասով երկար չեմ գերի։ Միայն փաստային, որ նման կարգավորումներ կան բացառապես ավտորիտար կամ կիսաավտորիտար երկրներում։ Երեք էլ մեր սիրելի ճակերտավոր Ռուսաստանը մտցրեց։ Welcome to the club ընկերներ, մեկնաբանության մեջ դնում եմ մասնագետների կարծիքը ու տարբեր կարծիքներ է տեղադրած։ Առաջարկում եմ մտնեք ու լսեք Գայանե Աբրահամյան։ Շնորհակալություն Գայանե։ Ես կարծում եմ սա այն հարցն է, որը չի կարող կառավարության նիստով միայն որոշվի ու անցնի առաջ։ Սա ոչ միայն ազգային ժողովում քննարկելու հարց է, ոչ միայն կառավարությունում քննարկելու հարց է, սա նաև հասարակական կազմակերպությունների հետ քննարկելու հարց է եւ մասնագետների հետ հանրային ձևով նույնպես քննարկելու հարց է։ Սա կարևոր հարց է։ Սա շատ կարևոր հարց է։ Վերահսկման միջոց է, հասկացանք վերահսկման միջոց է։ Վերահսկման համար, որպես իրանք իրենց վերահսկողությունը կատարեն, ես պիտի իմ անձնական տվյալները զոհաբերեմ, գումարած դրան հələ մի բան էլ վճարեմ դրա համար։ Հասկանում եք։ Որովհետեւ մեր ԱԱՑ-ն չի կարողանում գտնի թե ովքեր են այդ հեռախոսները սերտիկա մտցնում։ Նույնիսկ ինչ է։ Սա իրավունքների սահմանափակում է, սա շատ լուրջ հարց է։ Շատ լուրջ հարց է, որը որ ես համաձայն չեմ, որ sense ընդամենը ասել խոսալով միայն դրական կողմերը, դրական կողմեր ունի բրոձի։ Բայց չի կարելի մենակ դրական կողմերը հանրությանը ներկայացնելով տղսղացնել անցկացնել։ Ես համաձայն չեմ։ Համաձայն չեմ հատկապես նրա համար, որ սրանով ցուցադրվում է, որ մեր կարևորագույն կառույցները փաստորեն չեն կարողանում 3 միլիոնանոց երկրում արդյունավետ աշխատել։ Հայաստանը շատ սահմաններ չունի։ Մի հատ օդանավակայանն է, մի հատ Մեղրիով, մի հատ էլ բանով։ Ու երկու հատ էլ դեպի Վրաստան։ Շատ ինչ-որ բաներ չունի, բայց եթե չենք կարողանում վերահսկել, սա ոչ թե քաղաքացիներին պետք է նաժիմի տակ դնել, այլ այդ կառույցում պետք է լրջագույն կառուցվածքային փոփոխություններ անել։ Չգիտեմ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը կարող է չհամընկնել ձեր կարծիքի հետ, ժողովուրդ ջան, բայց ինձ թվում է, համենայն դեպս այն ձևով ու այն պատճառը, ինչի համար որ ներկայացնում են ու դրա հիման վրա ցանկանում են այս բանին քայլին գնալ, ես այդքանին խստորեն դեմ եմ։ Չգիտեմ, հետագայում ինչ կպարզաբանեն ու կարծիքս որքանով կփոխվի, բայց այս պահի դրությամբ ես սրան դեմ եմ։ Դեմ եմ։ Չէ, կողմ եմ հանցագործությունների բացահայտմանը, թող գնամ բացահայտեն։ Չհասկացանք, մի հատ գործով դատարան ենք մտնում, տարիներով ապրում ենք ընդդեմ։ Ես ինչ է։ Ես Տիկին Աբրահամյանը շատ ճիշտ է ընդգծում իդրաֆտի պահը։ Ես շատ ճիշտ է ընդգծում նաև երեխաների հեռախոսից օգտվելու պահը։ Եթե որը որ մի քանի հազար երեխու, մի քանի տասնյակ հազար երեխու է վերաբերում, բա որ դա չեք կարողանում 3 միլիոնինը ես ինչ վստահություն պիտի ունեմ, չունեմ այդ վստահությունը։ Այդ աստիճան վստահություն չունեմ գալ։
Որովհետև որևիցե գործողություն իմ մեջ այդ վստահությունը չի ներարկել։ Մեր ծառայությունները, ահա, խնդրեմ, մարդիկ այսօրվա դրությամբ ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք տերորիզմի մեջ մեղադրվողը ազատ ֆրֆռում է քաղաքում։ Ասեմ ավելին, քարոզարշով անում։ Մի ամբողջ մարտի մեկ բանը հրամցրածը դուրս եկել հաթաթայա տալիս։ Տեսնում ենք։ Ես որ իրավապահ մարմինների գործունեությանը վստահ եմ, որ իմ անձնական տվյալները թողնեմ իրաց կամարը։ Բացառվում է, ես չեմ թողնի։ Չիլնի հեռախոս, որ ասում չիլնի, ջանդամը, այ քեզի բան, դժանոց չի, վատացեք քաղաքացիների բանը։ Ինչ անեմ։ Իսկականից, այդ տվյալները ով է վստահ որ չեն հայտնվի որևէ։ Դու այդ արդեն չգիտեմ ոնց է այդ տվյալները կիրառվում, օգտագործում, ամեն ինչ տարա լինի, ոչ չի տարա լինի։ Մեկին բռնել տարել եք լրտեսության հոդվածով, այսօր 50 մտավորական դուրս եկել ստորագրություն է տալիս, որ իրան անհիմն են տարել։ Իա։ Ով է ինչում համոզել, չգիտեմ, հիմք կա թե չկա, չգիտեմ, մենք շատ մանրամասն ծանոթ չենք, մենակ լսել ենք, որ ասել եք, որ պետական գաղտնիք է բան արել, ծախել ռուսների վրա 600 քանի հազար դոլարով։ Մենք այդ ենք լսել, դրանից ավել մանրամասներ չգիտենք։ Բայց դուք պատկերացնում եք, եթե մի հատ նորմալ խելքը գլխին երկրում, մեկին լրտես քաղաքականությամբ զբաղվող լավ, թեկուզ այդ որակի։ Մեկին դրա մեջ մեղադրեն, սա աշխարհը կթնդա։ Մեր մոտ նայում ես, всё էլ տերորիստ չեն տերները։ Բան չեն, էլ KGB-շնիկ չեն։ Բայց նայում ենք բաները, դատերը, ու նայում ենք լրատվական կայքերը ոնց են դա հրամցնում, ոտից գլուխ անվտանգային խնդիր է։ Ոտքից գլուխ անվտանգային խնդիր է։ Ես հիմի ինչին ում պիտի վստահեմ։ Մի հատ պատիվարժանապատվության գործը 4 տարի է դատարանում է։ Մի հատ հարկադիրը, մի հատ բան պիտի լինի, ինչ կա չկա կալանքի տակ են դրել։ Այսպես արա քաշեք բրցնենք։ Դիտեք ու գնաց։ Չեն կարողանում սկի իրենց բանը, պարտականությունները գոնե 60%-ով իրականացնել, հիմա պիտի դնենք վստահենք, որ չի կարա, մինչև այդ ինստիտուտները չզարգանան, դրա մասին խոսել չի կարա։ Եվ գիտեք ինչ, այո, հանրության մեջ վստահությունը ներքին անվտանգության կլինի թե ինչի հետ կապված։ Մսխում են այս դատարանները։ Եկեք հələ դատարանների հարցը լուծեք։ Դա նոր կերև է, դա մեզ պետք է թե պետք չի։ Ասենք օրինակ, հանցագործը խիչը պիտի սև շուկայի վրա աշխատի, եթե գիտի, որ եթե ձերբակալվի, կարող է բաց թողնել, որ ինքը էլի շարունակի աշխատել։ Այնա, այսօր մի տիկին է զանգել հարգարժան, վաղը մի հատ պիտի գնամ այդ տարածքը նայեմ։ Կարող է եւ այնտեղից համառոտ եթեր անեմ Facebook-յան, հետո կտեղադրեմ նաեւ YouTube-ում։ Բայց մենք եկել են այդ տարածքում, ասենք են այգու տարածքը որ կա մոնումենտի դիմացի մայթի։ Ասացիք մեկը մկին, չգիտեմ, ձկին, ինչ կենթանու անուն ասես տվեցիք։ Հիմա էլի շինարարական աշխատանքներ են տանում։ Լավ, էդի վրոցի հետ պիտի վերցվեր։ Վրոցի անօրինական էր, բավարար անօրինական էր։ Հիմա շին թույլտվություն ինչին եք տալիս։ Հենց խոսանք ասել, դեպի վաղուցվա սեփականաշնորհած հողա։ Վաղուցվա է, բայց դրա բանը որտեղ է օրինականությունը, նայել եք մի հատ։ Չէ, ու լիքը կասկածելի այո, բաներ կա քաղաքում։ Ու ես չմտածեք, որ դրանք էլ տենց բան են անելու, էլի, չէ։ Ցուցադրելու են։ Մի հատ քաղաքացի կար, մեկնաբանություն էր գրել, այն օրը որ քանակերի հեկի տարածքից բաներ նկարել։ Դու աչոք մի հավաքի։ Լուրջ։ Քիպդի չա, ասենք թե եթե աչոք եմ հավաքում, քիպդի չհավաքեմ, Քոչարյանը գավակ։ Քեզ բարը։ Այնպես որ իրավապահ մարմինները թողնան վաստակեն հանրության վստահությունը, մի հատ դատարանների վեթինգի հարցը ինչ եղավ։ Ուր ենք ասել։ Ով է ում համոզել վերջի պահին, որ պետք չի, լավ, մի ձև կգցենք տեղը մանրից։ Մարդը եթե իրեն վերաբերող անարդարությունը վերականգնելու համար տասնյակ տարիներով դատարանում է։ Դուք կասեք ինքը ոնց պիտի վերաբերվի նոր ընդունվող շատ sense խնդրահարույց մի օրենքի կամ մի բանի։ Ոնց։
Նայեք, ես գլխի տակ չեմ դրել, ես ժամանակ չեմ ունեցել, որ գլխի տակ դրեմ։ Տարական բան եմ ասում։ Այս դռնա պազեստի շքամուտների մոտ որ դրեցին բանը, դամաֆոնները։ Ով է վերահսկում հենց իմն այն ֆիրմային, ով որ կամերաներն է դնում։ Ով է վերահսկում իրաց։ Ասեմ խեմը, მე հասարակ բան ասեմ։ Այն որ եկան պազեստում յանի հարցակային վրես, որ տպոսկերան փախան։ Այդ կամերաները որ դրած է, այդ կամերաները օգուտ չտվին գիտեք ոնց։ Մեկը մի ժամ էր ցույց տալիս, մեկը ուրիշ ժամ ու օր։ Չէ, X-էր լրիվ, ծերից ծեր։ Բայց հիմա ասենք օրինակ, իմը չհարցա չէ առաջանում։ Լավ, այս ով է այս ֆիրմի տերը, որ կարա հանգիստ դոստոպ ունենա, թե այս օրը քանի անգամ եմ տուն գալիս գնում, որ ժամերին եմ մտնում տուն, որ ժամերին եմ դուրս գալիս։ Ինչի վրա պիտի վստահ լինեմ։ Եթե մեր տարական կամերաները դնելուց, ժամերը չեն բան արել։ Իրար մի շենքի բանի, մի շենքի 3 պազեստ է։ Կամերաների ժամերը չեն դրել իրար վրա։ Եթե իրանք չեն կարողանալու աշխատեն իրավապահ մարմինների հետ։ Ես ինչի վրա պիտի վստահ լինեմ, որ հազարից ցած հարցեր կա, առաջ այսքից մանր հարցեր են, բայց սրանք արդեն այնքան են շատացել, որ սկսում են միարտայնացնել։ Վաճառապետը դնում է իր էջին հատիկ առ հատիկա գրում, այնտեղ նայում ես մարդը եկե շապատորով շինարարություն անում։ Իրան, եթե հանգարց տուգանեն էլ շատ մի հատ 300,000 կա տուգանեն, ջանդամ թե այգին չի կեքսեմ էշտեղից, բայց մյուս մարդը տան ցանկապատը, բակի ցանկապատը ուզմանորոքի գնացել 1,5 միլիոն 2 միլիոն տուգանել են։ Բայց ի՞նչ է բա։ Աչք փակել չկա, աչք փակել չի լինելու, չի լինելու։ Ասում ենք լավ, մի րոպե հələ, այս սրանց ջրաղացին ջուր չլցնենք, սրանց մի հատ փորձենք հարցերը լուծենք նոր, մենք քաղաքացիներով դուք հարց եք լուծել, չեք լուծել ոչ մի հարց դուք։ Այնքան չեք լուծել, բերել բերիք հասցրեցիք ընտրությունների օրվան, մասնակցեցին ընտրության, այսօր սահմանադրական դատարանում ձեր դեմ կոնկրետ ցուցմունք են տալիս։ Մենք միտք չունենք, նստենք մի հատ էլ նույն սցենարը 31-ին նայենք։ Դատարանների հետ կապված ինչ ենք անում, առաջարկ կա ժողովուրդ ջան։ Սաղին բաց թողին։ Ասում են տերորիստները ֆրֆռում են քաղաքում։ Մարդիկ եկել են, հիշում եք են Էդի որ օպերացիայի ժամանակ էր ընդդիմադիրների, այն որ հյուսիսային տերևաթափ բացահայտեցին, տերորիստական սխեմա։ Ու ինչքան հիշում եմ բևեռներ թեմայի մեջ։ Մարդիկ այսօր էլ հոտոտոտալով ինչ ասես խոսում են։ Ու լրատվական բլոկներ կոնկրետ իր մեկնաբանությունները անենց անում, որ ասում սարա, դե եթե սենց արիկայինը ես էլ գնամ տերորիստ դառնամ, ինչ եմ դրել նեյնում խաղում ուստեղ։ Ես մի տերորիստ ես գնամ դառնամ, մեր մեկը ոչ դատելու է։ Ես էլ ուժով հարցել, բայց այս մենք ուզենք անենք կհագցնեն։ Ասում եմ նույն նմանատիպ գործ, նույն գործի մեկը մյուսի շարունակությունը։ Մեկով ես եմ դատի տվել, մյուսով ինձ են դատի տվել, որով որ ինձ են դատի տվել, արդեն դատը կրել է քանի ամիս էլ վերանացել է, որով որ ես եմ դատի տվել, հələ վերջը չի երևում, ուրա հասե չգիտենք։ Չգիտենք, վերաքննիչում է, այնտեղ ինչ կդառնա, ինչ չի դառնա, չգիտենք ապեր։ Հələ 6 ամսվա տարբերություն էլ եղել է մեջը։ Ես հիմա ինչի վրա պիտի վստահ լինեմ, ասեմ, օքեյ, եկեք, գրենք, ստորագրենք, ամսեկանա, տարեկան այդ ինչ վճարենք ախպեր, հա, այս մեր անձնական տվյալները հանձնում ենք ձեր արդար դատին ախպեր, ու հանգարց մետ կիքս ա լինում, ես ինչի վրա վստահ լինեմ, իսկ կիքսը լինելու է, պայլուբոմուլ, անանայա չլինի, չի կարա չլինի այդ կիքսը, բացարվում է կիքսը չլինի, եթե մի ամբողջ մեջ է, երկու ամբողջ համակարգ են, գնեն ու հարացեն, երկու հատ էլ եմ կրկնում, պիտուխի չեն կարում ձերպակալ են, որ ստվերային շուկան բլոկ են, ուրեմ էդ կիքսը լինելու է 100%։ Այ ես կանով կապ ունի, մեկը մյուսի հետ, են մեկը գնացել նստել, ալտայսկի կռայից, բրբռում է, խիա բրբռում, որովհետև տեսել է, որ գնելին ուզեցան մահափորձանեն, բանա, 6-րդ վարչությունը հենց ինքն էր բացահայտել, էլ են գնացի մոտները բան արեցին, ասին դե մենք աշխատում ենք էդ ուղուց, ապացի դե աշխատեք, կարասի կարամ գնամ, ասում հա կարաս գնաս, ու միջևին ձենձուն չկա, հետո գնելին եկան պազեստում տեսան, ձենձուն չկա,
Եվ հիմա էլ կհոխորտա, բայց կանի պիտի ասի գյուլելու ենք, բայց պիտի ասի։ Օրինակ։ Ո՞քի պիտի չասի։ Այնա, այդ դրանից ելնելով այն Ժիրայրին Ոսկանյան ձեռից հեռախոսը գողացան ոստիկանեկի կանգնելա գողացողի ու հետը կռիվանողի գլխին կանգնելա գործողություն չի ձեռնարկում։ Այն մյուսին։ Վերջը կասիները դե բա որ սենց էլ կայնի։ Որքան է պաշտպանված այսօր հանրային մարդը։ Ուր մնաց թե 3 միլիոնի ազնական տվյալ, դա բացառված է։ Այն տեսքով, որով որ բացատրությունը տալիս եք, թե ինչու է տեղերում, դա բացառված է, չի կարա լինի։ Թող լինեն հանրային քննարկումներ, թող լինեն մասնագիտական քննարկումներ, որովհետև սա լուրջ հարց է։ Մեր պետությունը հետ է գնում հավասարվելու, չգիտեմ, որ երկրների միջազգային փորձ, հա։ Չէ։ Կարող ենք կառավարության հաջորդ նիստը իմանալ երբ է եւ գնալ մեր ասելիքը ասել, ակցիաների չի եղել։ Մեր պահանջը ներկայացնել։ Տեսնենք, սրա մասին մի քիչ կողմնորոշվենք, հասկանանք երկուշաբթի, երեքշաբթի կարելի է որոշում կայացնել, կազմակերպել։ Մարդը այսօր ցամա բանտարկյալ, հա։ Մի հատ այնց գործով, որ այն վաղ գլխի սարքել են, այն վաղ գլխի սարքելը գիտեք ինստիտուցիոնալ։ Ինչը մի նստած է։ Մարդը արած պատմում ասա, մանրամասն ոնց, որևիցե մեկը պատասխան, նա դատավոր ցույց տվեք, որ պատասխանատվության է ետը։ Ամեն դատարավոր հազարավոր քաղաքացիների ճակատագրերը խեղել։ Ամեն համայնքի ղեկավար հարյուրավոր քաղաքացիների ճակատագրերը խեղել։ Իրանք անվորու գլուխ գործունեությամբ։ Ամեն, չգիտեմ, մի ամբողջ պետություն քաղաքացիներին փետը ձեռները առած լարել են։ Մի օքի ցույց տվեք։ Սա պիտի սրա հետևից գնացվի։ Որտեղ չեք կարող գնալ, ասեք մենք գնանք։ Ուրեմն այդքան բանն է արեք։ Ու կամ մենք չգիտենք, ասենք, օրինակ, Մամեր Գրիգորյանի աղջիկը խեր մինչև մի դատավոր, չգիտեիք ում աղջիկն է։ Ով էր երաշխավորել, որ թող մնա։ Ով։ Բայց մի հատ երաշխավորողին եկեք ճարենք հələ։ Ու այսօր դատարաններում ինչքան կան տես դատավորներ, ովքեր որ այո, ըստ քաղաքական նպատակահարմարության են վճիռը կայացնում։ Դու գնա վազվզի դատարաններով։ Որ մի տեղում է բան արվել, մի հատ, ասենք օրինակ, այսօրվա դրությամբ սա բոլորս էլ լավ գիտենք, կադաստրի կոմիտեն կրակննգած գործ է անում։ Սա այնքան են հերնանից էլ պետության, սա խախտել, էսյան, էնյան, ով ինչը կարածել, խլել, գործել, գծել, տարել, դրել, թուղթ առել, թուղթ ծախել, սա խառնվել է իրար, կադաստրի կոմիտեն, ասենք օրինակ, բան է անում, թվայնացվում է։ Թվայնացվում է, մեկի հողը ընկնում է եսին որտեղ, մեկինը եսին որտեղ, այգին տնկած բայգի սիճարը։ Գժանոց է մի հատ կանգնել։ Մի հոգի դատապարտվել, հա։ Ով է այդ անտերու դուրս վիճակը թույլ տվել։ Չէ, ոչ բան ապե պախատ են գնում։ Ու սենց հազարավոր օրինակներ կան, ցանկացած կառույց։ Հելան ասեն, գիտեք ինչ ա եղել։ Դասթաշենում Կոտայքի մարզը կղզի ունի ախպեր։ Ասեն ո՞նց կղզի ունի։ Դե ասեն հա։ Մի հատ չեղած պատգամավոր, այդտեղ հող առեն, այդ տարածքը քարտեզը փոխել են, սարքել են Կոտայքի մարզ, այդ իր հողի չափով։ Որ ինքը այդ գնային համակարգով այդտեղ ապրի։ Նրանք լավ հետո, դե հետո, տենց նորություն էր, ասենք ասեք իմանանք։ Հետո։ Ոչ մի բան։ Ոչ այդ անողին են գտնում երևի, ոչ անել տավողին են գտնում։ Ով ինչ ուզում անում է, գժի դարա։ Հիմա էլ ասում եք ձեր անձնական տվյալները տվեք, մենք պահենք։ Հիմա ո՞նց քաղաքացին վստահի։ Ո՞նց վստահի։ Ինչին վստահի։ Որովհետև ես ոնց հասկացան, դե մասնավորել եմ մտնում թեմայի մեջ։ Լուրջ եմ ասում, խորքայ չենք ուսումնասիրել։
Սա ես նայում եմ մասնագետների վերաբերմունքը ինձ համար որպես քաղաքացի դա կարևոր է։ Դրա համար ով ինչ ուզում ան, վերջացավ, տերտերները ժողովուրդ ջան այլևս FSB-շնիկ, KGB-շնիկ չեն, terrorist չեն, ոչ մի բան էլ չեն խախտել, դա, բաները, Քոչարյան, Մոչարյան, Տաշիր Սամովարշը, որևիցե մեկին մի կոպեկ փող չի բաժանել, դրանք սա fake են, չգիտեմ, տենց էլ է։ Քոչարյանը մի հետ վճիռը եկել է Քոչարյանին թողնում են մասնակցի ընտրության թույն։ Հետո էլ դիմում են ասում են իր վրա բանը, հետո ԿՀՀ են դիմում ասում են բանից զրկեք անձեռնմխելիությունից։ Թողտես մնա մինչև տնենք ինչ ա լինում։ Բոլորը մասնագետ են։ Մեզ ես մեկ էլ լուրերը նայում ես Telegram-ը թերթում ես, մանավանդ ես ընդդիմադիրներից Telegram ալիքները։ Թերթում ես ռազմագետ էս ինչը սենց բան է ասում։ Թուրքագետ էս ինչը սենց բան է, արա սա գիտությունով զբաղվող են։ Քաղաքականագետ էս ինչը, նայում ես սա գետ, սա ամեն ինչա գետ։ Մյուսը արա ասես, բա որ մենք այսքան ռազմագետ ենք ունեցել։ Արա մեր ռազմական ոլորտը խի է այդպես վիճակում եղել։ Բա որ այսքան քաղաքականագետ ենք ունեցել։ Բա մեր քաղաքականությունը ինչ է այս վիճակում։ Բա որ այսքան թուրքագետ ու ադրբեջանագետ ենք ունեցել։ Արա բա խի ենք մենակ հիմա իմանում Թուրքիայում ու Ադրբեջանում ինչ են խոսում, բայց այն ժամանակ չէինք ուզում իմանայինք։ Բա որ այսքան արվեստագետ ենք ունեցել։ Ինչի է ընդհանուր ճաշակը մեր հանրության պլենդուզի մակարդակի։ Գնացել լրտեսի համար ստորագրություն եմ տալիս։ Որովհետև չի համակարգվում ու վերջ։ Չի համակարգվում, որովհետև մասնագետներ չունենք։ Իրենց մասնագիտությունը սիրող մարդիկ նույնպես չկան։ Չկա։ Գիտեք, այն ժամանակ օրինակ մարդը երիտասարդ ժամանակ երազում էր։ Եվ ամոթ չէր երազել իր միջայլոցը։ Երազում էր, ասում էր ես երազում եմ, չգիտեմ, աստղաֆիզիկ դառնամ։ Ու գնում էր իր երազանքի հետևից ինքը։ Որովհետև իրան պետք էր, որ այդ մասնագիտությունը լավ յուրացնի։ Ինքը սիրում էր դա։ Հասկանում եք։ Այդ ձգտումը, այդ ամեն ինչը։ Այսօրվա դրությամբ ոչ երազել կա։ Ուզում ես աստղաֆիզիկ դառնաս, այնա, ինչա քեզ պետք։ Գնում ես, պարապում ես, չգիտեմ, ֆիզիկա երկրաչափություն, ընդունում ես այն ինչ ինստիտուտը, 5 տարի յոլա ես ստանում, 5-րդ տարում դիպլոմդ վերցնում ես, եւ շնորհավորում են դու աստղաֆիզիկ ես։ Օրինակ, էլի, ես օրինակ եմ։ Դες փաստաբան կարես դառնաս։ Ինչ ես ուզում դա։ Ախպետ փաստաբան դառնանք, փաստաբանի գործը լավ է, օքեյ։ Գնում ես, սովորում ես, այն փաստաբանների պալատն էլ ընդ вообще կլպոցի ակնում, բայց եթե տակից ունես, լիցենզիան հաստատ կստանաս, այդ պրոբլեմ չունես դու։ Դու պրոբլեմ չունես, եթե փող ունես, լիցենզիան կստանաս, արխային էլի։ Всё։ Փակում են մեր ինստիտուտները, ծախում են շենքը, մեր կրթությունը էս ինչ են սարքում, ասես մի րոպե տվեք։ Մի րոպե։ Դժվար չի, գիտեք, մենք նայել մեր ինստիտուտներից որևիցե մեկը, օրինակ, մեր պետական համալսարանը, հա, առաջնային բանա, չէ՞, հա։ Դժվար չի, նայել թե ինքը աշխարհում որերորդն է։ Իր որակական հատկանիշներով։ Նայում ես 12000-րդն է աշխարհում խոսքի։ Մի ով ավարի տվել ինչը։ Բախիա բարի գնացել արա։ Այն դեմից, հələ։ Որովհետև արժե համակարգային խնդիր կա մեր հասարակության մեջ։ Որովհետև մեկը մեկին հանդեպ ուզում է տերոր անի։ Դատարանը ասում է ոչինչ, լավ, բռասետը գցեք ոտին, թող ֆրֆրա իր հայատը։ Որովհետև մեկը մեկին սաղին քրվում են։ Ոչ մի բան չկա այդտեղ։ Չես ալարի կգնաս դատարան դիմես, մի 8 տարուց պատասխանը ներողությունը կստանաս։ Որ սկի արդեն քո դու ես քո մեջ ներելը անցել է, էլի։ Այ այդ վաղ ներողությունը կստանաս։ Եվ բանա էլի ամրության փորձությունը, էլի, որքան են ամուր քո նյարդերն ու համբերությունը։
Հիմա էլ եկեք իմեի համակարգը մտցնենք Հայաստան, այդ տվյալների բազան, բան, չկա տես բան, չկա, չի կարա լինի։ Գոնե այս տեսքով ինչ որ ներկայացումը չի կարա լինի։ Սա է ուզում ասել, ժողովուրդ ջան, շնորհակալություն եթերը դիտելու համար, շնորհակալ կլինեմ ձեր կարծիքները նույնպես լսեմ, հատկապես եթե կլինեն մասնագետներ, եթե ոչ մասնագետներ, գոնե ավելի լավ հասկացողներ այդ ամենից, որ մեկնաբանությունների դաշտում իրենց կարծիքը կթողնեն, շատ շնորհակալ կլինենք։ Ես ոչ մեկիդ կարծիքի վրա ցանկություն չունեմ ազդելու այս թեմայով, ես իմ սուբյեկտիվ մոտեցումը նկարագրեցի, հարգում եմ բոլորի մոտեցումներն ու կարծիքը, մոտավորապես այսպես քաղաքակիրթ ձևով իրար այսօր հրաժեշտ ենք, կհանդիպենք, լավ եղեք ժողովուրդ ջան, ամեն ինչ լավ է լինելու, մենք պետքա մեր ձեռքը պուլսի վրա պահենք, ոչ թե որոշենք, որ այն 21 թվի սխալը չանենք, ասենք լավ, ընտրել ենք, դե թող գնան հարցեր լուծեն, մենք էլ պիտի հարցեր լուծենք, ու ինձ թվում է այս մի որոշ ժամանակ բան լինի, կարողանանք քիչ-քիչ կոնսոլիդանալ, դա շատ լավ կստացվի, եթե ստացվի, լավ մնացեք, բարի գիշեր ձեզ։